Ավադագիցներ գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով, նաև գողջունենք բոլոր անոնք, որոնք հետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV միջոցով։ Ուր որեք Աստված օգնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե եւ իր կամքը օրհնյալ լա։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի։ Ժամինը քառորդան ցանկտերեն լեզվով պաշտամունք եւ ժամը 11 հայերեն լեզվով պաշտամունք Եգոր Գիրագի դերը գամի պիտի անցադառնանք Ամերիկայի հայավետարանչական ընկերակցության որպես AMA Sunday եւ մեր պատգամապերը պիտի լա դոկտոր Նազարեթ Դարակչյան նախկին նախագահ Ամերիկայի հայավետարանչական ընկերակցության բայց գալիք Ձանոցումներն առաջացեմ ուրբաթ որ մեր երդասարտները շատ գեղեցիկ, շատ լավ ծրագիրը ունեին, ուրհավիրած էին շրջանի մեր հայ եկեղեցիները, մեր հայավետարանական եկեղեցիները ունեցան ուրբաթ երեկո 7-ն ետք հատուկ ծրագիրը բարեկամություն խորագրով ուր 3 անձեր ներկայացուցին այս նյութը եւ իրենք անցադարձան Աստվածաշունչի ուղղությամբ եւ նաեւ հարցումներ ունեցան եւ ապա միասին ընցիկրին 90-ը ավելի երդասարտներ հավաքված էին հոս աղոթեցեք մեր երդասարտներուն համար թող Աստված իրենց քայլերը առաջնորդե եւ հավատքի մեջ հաստատ բահե Մարտ ամսվա ծրագիրներու մեջ ունենք մարտ 20 ատկարաչ հիշեցուցին ինձի, մարտ 6-ը համաշխարհային աղոթքի օր, դիգիներու համաշխարհային աղոթքի օր, դեղի պիտի ունենա Մոնտեբելլոյի հայրաքելական եկեղեցվո մեջ, ուր բոլոր համայնքներ դիգիներ կմասնակցին այս աղոթքի օրվան, ուրբաթ մարտ 6 առավոտ ժամը 10:30 մինչև 12 Մոնտեբելլոյի հայրաքելական եկեղեցին հետ։ Եվ ապա ունենք Առաջի շաբաթօր դիգիներու Աստվածաշունչի սերտողությունը, այլ մարդոց նախաճաշ սերտողություն ժամը 9:30 եկեղեցու սրահներս։ Իսկ մարտ 20 ունենք ընտանիքի երեկո, ընտանեկան երեկոմը Family Night, ուր փոքր բադայներ, երդասարտներ, չափահասներ բոլորն հրավիրված են, բոլոր ընտանիքներ միասին լալու եւ միասին հատուկ ժամանակ անցնելու հատուկ ծրագիրներով։ Ուրեմն նկատի առեք այս թվականը մարտ 20 ուրբաթ երեկոյան ժամը 7։ Կամփարևը ունի երկու ծրագիր, այլ մարդոց եւ դիգիներու։ Ուրեմն դիգիներու ծրագիրը մարտ 20-ին 22, այլ մարդոցը ապրիլին, ապրիլ 10-ին 12 կամփարևի մեջ գկաչալերենք դիգիներ, օրիորդներ, այլ մարդիկ, երդասարտներ, մասնագիտ դառնալու կամփարևի այս նաև համակումարներում։ Իսկ ապրիլ ամսվան մեջ ունենք արյան դվճություն, գիտեք, ապրիլը նաև ցեղասպանության ամիս է, եւ մենք այս ծևով կփորձենք հիշել եւ հիշեցնել, թե մենք անջված ենք նաեւ օգնելու ինգածին, դգարին, գարոդյալին, հիվանդին, հիվանդանոցի մեջ եղողին, որ կարիք ունի արյունի։ Ժամը 9-ն 3 եկեղեցու, մինչև 2 եկեղեցու սրահներս պիտի լա։ Իսկ հաջորդ ծրագիրը մայիսի սկիզբը ունենք ընտանեկան համակումար կամփարևի մեջ, մայիս 1-2-3 նկատի առեք այս թվականը, եւ ապա քիչ մնալանտին հոկտեմբերի առաջի շաբաթ օր ունենք մեր եկեղեցու տարեկան ճաշկերույթը։ Աղոթեցեք եկեղեցու բոլոր ծրագիրներուն համար, ներկա եղեք, քաչալերեցեք, թող դերը փառավորվի, ինչ որ ծրագիրներ կմշակվի։ Ինչպես տեսնեք մեր բուլետինի մեջ տրված էր այսօր պատգամապերները վերաբադվելի Թութիկյան, բայց գամքի անգախ պատճառներով չգրցավ ներկալալ
եւ իր ողջունները կփոխանցե նաեւ մեր ժողովրդին։ Աստուծո սրբազան խոսքեն կգարտանք Մատթեոսի ավետարան 4-րդ գլուխ առաջին 11 համարները։ Գիտեք, մենք մեծ բարգի ժամանակաշրջանի մեջն ենք եւ մեծ բարգը կսկսի անաբադով եւ ոչ թե բալադի մեջ։ Մեծ բարգը կսկսի անաբադի մեջ եւ կսկսի դեր Հիսուսի փորձությամբ։ Հետևինք Աստուծո խոսքին ուշադրությամբ։ Այն ադեն Հիսուս անաբադը դարվեցավ Սուրբ Հոգիեն, որբեսի սատանայեն փորձվի։ 40 ցորեկ ու 40 գիշեր ձոմ բահելեն ետքը անոթեցավ։ Ով է անոթեցողը? Դեր Հիսուս։ Գերնալալ դեր Հիսուս անոթենա, այո, որովհետև դեր Հիսուս նաև մարդկային բնություն ուներ։ Մարդեղացած մեզ մերականչուրին նման, մարդ եղած, բայց առանց մեղքի։ Փորձողը, ով էր փորձողը? Աստված չէր, սատանան։ Ուրեմն փորձության մեջ լանք չսենք, ով Աստված ինչու զիս կփորձես։ Աստված մեզ չի փորձեր, փորձիչը կփորձե։ Փորձող անոր մոդենալով սավ, եթե տուն Աստուծո որդին ես, ըսե որ այս քարերը հացը լան։ Անիկա պատասխան տվավ ու ըսավ, գրված է թե ոչ միայն հացով գաբրի մարդ, հապա այն ամեն խոսքով, որ Աստուծո պերդենգել է։ Այն ադեն սատանան դարավ զանիգա սուրբ քաղաքը եւ գայնեցուց զանիգա դաջարին աշտարագին վրա։ Ու սավանոր։ Սատանան Հիսուսի գսե։ Եթե տուն Աստուծո որդին ես, քեզ ասկե վարձկե, վասնզի գրված է թե իր հեշտակներում պիտի ապսպրե քեզի համար, որ ցերկերուն վրա վերցնեն քեզ, որպեսի չլա թե ոտքդ քարի զարնես։ Հիսուսը սավանոր դարձյալ գրված է թե քուդեր Աստվածը չփորձես։ Սատանան նորեն արավ հանեց Հիսուս խիստ բարձր լամովը եւ ցուցուց անոր աշխարհի բոլոր թակավորությունները ու անոնց փառքը։ Ուսավ Սատանան Հիսուսի գսե։ Ասոնք ամենը քեզի պիտի դամ, եթե ինաս ինձի երկրպագությունն ես։ Այն ադեն Հիսուսը սավանոր Եդիս կնա սատանա։ Վասնզի գրված է թե քուդեր Աստուծոյ երկրպագությունն ես ու միայն զանիգա բաշտես։ Այն ադեն սատանան զանիգա թողուց եւ ռեշտակները եկան ու անոր սպասավորություն գնեին։ Թողդեր օրհներ խոսքին ընթերցում եմ։ Մեզ մերականչուրին հոգևոր կյանքին շինության եւ աճման համար։ Ամեն։ Սիրելի հավատացիներ, հայ եկեղեցվո դոնացույցին համաձայն Փուն Փարեգենտանի եւ հարության դոնի միջև ժամանակաշրջանը գոչվի մեծ բահկ։ Եվ մեծ բահկի ժամանակաշրջանը գփարգանա 40 օրերը։ Եվ գմատնանշե Հիսուսի 40 օրերը, որ Հիսուս անցուց անաբադին մեջ։ Ձոմաբահությամբ եւ աղոթքով։ Նախքան իր առաքելության սկսիլը։ Ինչու 40 օր։ Եթե Աստվածաշունչը սերդելու լան կտեսնենք Աստվածաշունչին մեջ 40 օրը յուրահատուկ թիվ մնե։ Եվ զանազան դերերու մեջ կտեսնենք կգարտանք։ 5 դագարանին մեջ
Մովսես լերգել է 40 օրեր ծոմապահությամբ լեռան վրա եւ ապա փորձառությունը գունենա օրենքի հայտնության 10 պատվիրանները Եղիա լերգել է 40 օրեր ծոմապահությամբ աղոթքով կանցնե որ մե ետք Աստված կհայտնվի իրեն ոչ թե գրագով կամ զորավոր հովի միջոցով Աստված կհայտնվի մեր ցայնով Նոր գդագարանին մեջ գտեսնենք Հիսուս իր մգրդութենեն ետք հորթանանուկետ հայրը գսե այս է իմ սիրելի որդիս որ մե ետք Անաբադ գուղվի 40 օր ծոմապահություն աղոթք եւ այս փորձառությունը գավարդի Հիսուսի հաղթությամբ եւ կփորձվի սատանային չի հանցնվի Ուրեմն թիվ 40-ը գուկա այս բարակային Հիսուսի 40 օրեր անաբադին մեջ Ձոմաբահությունը, աղոթքը եւ այս փորձառությունը։ Հետաքրքրական է, երբ եկեղեցվո դոնացույցին գերտանք, գտեսնենք, թե եկեղեցական հայրեր մեծ բահքի յուրաքանչյուր գիրագին նվիրած են հատուկ առիթիմը։ Առաջին գիրագին կգոչվի արտաքսման գիրագի։ Արտաքսման գիրագին հիմ ունենալով ծննդոց երրորդ գլուխ առաջին 24 համարները։ Եվ հոնգը իշվի ինչպես Աթամ եւ Եվա ծրախտեն դուրս կցկվին։ Գարդակսվին ծրախտեն դուրս։ Ետքը գտեսնենք Քրիստոս ծրախտին թռները կփանա բոլոր անոնց, որոնք ապաշխարությամբ գտնունին դեր Հիսուս որպես անձնական դեր եւ փրկիչ։ Եվ շեշտը գտրվի Աստծո ստեղծագործությամբ։ Աստված ստեղծեց մարդարածը։ Մարդարածը անհնազանդ եղավ Աստծո։ Անհնազանդություն գերացնե Աստծո։ Եվ անհնազանդությունը հբարդության ուղղության մեջ։ Հբարդը ինքզինք արդեն կգարձե փոքրիկ Աստվածը։ Գիտե ամեն բան։ Գարիկ չունի ուրիշ մեկու։ Անհնազանդությամբ դերի գուտան։ Բայց դուրս կմնան Աստված դագավին գսիրեր, արիտ գուդար, խոսեցավ մարգարեների միջոցով, մդի գնող չեղավ, խոսեցավ դարբեր ծևերով, մինչև իր միածին որդին ղրգեց, որ հավիտենականության թռներ բացավ, ետ անգամ ևս դուրս ցկված մարդը ներս առնելով Եվ այսօր մեծ բահքի այս ժամանակաշրջանին, երբ եկեղեցին գանձաթարնա արտաքսման գիրագին, հարցումը հետևյալն է. Ինչ է վիճակս այսօր։ Աստուծո ներկայության են դուրս ցկված են, թե Աստուծո ներկայության մեջն են։ Աստուծո հերու, թե ապաշխարությամբ, ինքնակնությամբ Աստուծո հովանի ինտակ, Աստուծո հետ։ Այլ խոսքով, ով է իմ փրկիչս այսօր, ես, թե դեր Հիսուս Քրիստոս։ Երկրորդ գիրագին կգոչվի անառագի գիրագի։ Հիմնված Ղուկասու ավետարան 15-րդ գլուխ 11-32 համարներում վրա։ Եվ այս հատվածը կխոսի ծանոթ հատվածը անառակ որդին առակը։ Եվ ինչպես
գծկե հայրը գարնե իր ունեցածը եւ դունեն դուրս կերտա։ Հորմեն հերու շատ քեշ վիճակի մեջ ապաշխարության փորձառություն գանցադառնա սխալին ետ կվերադառնա հորը քով եւ անշուշտ հայրը կրկված կընդունի Աստված միշտ սիրող ներող է քույրեր եղբայրներ Եվ դակավին այսօր գսե եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ Եվ ես հանգստություն կտամ նոր կյանք կտամ հաղթական կյանք կտամ Եվ հարցումը ինչ է վիճակս այսօր անձնակնությամբ ինչ է վիճակս Աստծո հորմեն հերու թե գվայելեմ անոր սերը խաղաղությունը հույսը Մեծ վարքի երրորդ գիրագին կգոչվի դնդեսի գիրագի եւ հիմնված Ղուկասու ավետարան 16-րդ գլուխ առաջին 13 համարներ եւ հոս գմատնանշվի անհավատարիմ ծառային արագի շեշտը գտրվի ունենալ խոհեմ մտածելակերպ որբեսի ունենալ նաեւ լավ վերջավորություն Ցևումը հետևյալ օրինակով բացատրեմ այս մեկը Այս երկրին մեջ երբ անցել հետ կխոսիմ, արտոց հետ կխոսիմ գվազվզենք աշխատին բոլորսալ նույն ուղղության մեջ ենք հերանագարը որ երբ հանգստյան գոչվիմ հանգիստ կյանք ապրիմ որքան մարդկային չագերտյալ խոհեմությամբ վարվիմ այդպես ավարտ կունենամ այս բարակային հավատարիմը լալ Աստուծո որպեսի հավատարմությամբ վերջացնեմ Աստուծո հետ իմ կյանքս որքանով հավատարիմ եմ Աստուծո Չորրորդ գիրագին կգոչվի Թադավորի գիրագի եւ հիմնված Ղուկաս ավետարան 18-րդ գլուխ առաջին 8 համարներ Եվ հոս կտեսնենք որբևայրին արագը որբևայրի եւ Թադավոր որ շեշտը գտրվի հարադեվությամբ աղոթել Եվ փորձությունը ուր է փորձությունը այն է թե մեկ անգամ գաղոթենք երկու անգամ գաղոթենք եւ հանգարց աղոթներ չպատասխանվեցավ գամած կսկսենք հուսահատիլ եւ հեռանալ աղոթքի կյանքեն Այս արագին մեջ կտեսնենք այս որբևայրին հարադեվությամբ աղոթք եւ հարցումը որքանով հավատարիմ ենք աղոթքի կյանքին մեջ որքանով վստահած ենք որ Աստված լսող եւ պատասխանող Աստված է Հինգերորդ գիրագին կգոչվի Քալստյան գիրագի հիմնված Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխ 36-ին 51-րդ համարներ եւ այս հատվածին մեջ շեշտը գտրվի դեր Հիսուս Քրիստոսի երկրորդ Քալստյան Եվ ակնկալություն պատրաստ լալ Հարցումը պատրաստ ենք Վեցերորդ գիրագին Զարգազարդ Դեր Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Հաղթական մուտք, որովհետև թշնամիներուն կով գերտա Մենք կխուսափենք թշնամիներեն Հիսուս թշնամինքով եւ հաղթական կանցադառնանք Զարգազարդի գիրագին
որ մեր ետքը հաջորդը հարության դոնն է, զադիկն է։ Անաբադով սկսավ մեծ բահկը, ավարտեցավ թափուր քերեզմանով։ Անաբադ բարապ քերեզման, հրաշափար հարություն։ Սելներ եկեղեցվո հայրեր գիտակցեցան, թե անցնուրացությունն ու աղոթքը կարևոր թեր ունեին Հիսուսի կյանքին մեջ։ Եվ այս պատճառով հաստատեցին մեծ բահքի ժամանակաշրջանը, որպեսզի հավատացյալը գիտակցի, անցադառնա եւ ապրի Հիսուսանման կյանք։ Այսօր հավանաբար դարբեր ծևերով, դարբեր գերբերով նկատի կառնվի մեծ բահքի ժամանակաշրջանը։ Ոմանք նվիրատվություն կնեն, ոմանք ձոմաբահություն կնեն, ոմանք աղոթքով կանցնեն։ Սակայն վտանգավոր մասը այն է, թե երբ մեծ բահքի շրջանը վերջանա, մարդիկ այդ առաջվա ապրելակերպին վերադառնան։ Այսինքն դարվան մեջ, 12 ամսվան մեջ 40 օրեր կհատկացնենք հատուկ վիճակիմը, մնացած 320 օրերը կանցնենք լման ուրիշ պատկեր։ Սելիներ մեծ բահքի շրջանը կարևոր է մեր կյանքերուն համար, որպեսզի շարունակվի հավատքի կյանքը, հավատքի աճումը եւ այդ կլա վեր հիշելով անցնուրացություն եւ աղոթք։ Այսինքն ոչ թե միայն մեծ բահքի շրջանին պետք է քննենք մենք մեզ, այլ շարունակվի ամենօրյա կյանքով։ Նաեւ մեծ բահքի ժամանակաշրջանը հիշեցում մնե Աստուծո սիրուն, Փարի լուրին, Հիսուս Քրիստոսի փրկության։ Ուրեմն երբ կանցադառնանք Աստծո սիրուն, Աստծո սերը ուղղված մեզ յուրաքանչյուրին, Հիսուս Քրիստոսի մարտեղությամբ, խաչելությամբ, հարությամբ, հոնե որ վստահությունը կսկսի, վստահիլ, անոր, որ գուղե, գալաչնորդ է, գզորացնե։ Ուրեմն երբ կխոնարհենք, եւ խոստովանանքով մեր սիրտը, մեր միտքը, մեր հոգին կփանանք եւ կհանցնենք անոր, այն ադեն գտնանք փորձության թեմ տնել յեդիս կնա սատանը։ Մեծ բահքի շրջանը նաև բադեհ արիտն է անցադառնելու դեր Հիսուսի խաչելության, դեր Հիսուսի խաչին եւ նաև անցադառնալ, թե փորձությունը գա, բոլորս ալ ենթակա ենք, բայց նաև հաղթական կյանքն ալ գա, գարելույությունն ալ գա, որ թեմ տնենք փորձությանց, որ կնշանակե թե այդ ուղղության մեջ գանչված ծառայելու ինգածին, դգարին, հիվանդին, գարոթյալին Քրիստոսի խաչով։ Ուրեմն սիրելիներ, մեծ բահքի ժամանակաշրջան, անցնող շաբթվան մեջ անցնում ինձ է հարցուց, պատվելի կրնամ այս ինչ բանը ուդել, կամ այն ինչ բանը չուդել, կամ այսպես ունել, կամ այնպես ունել։ Անշուշտ գադագի ծևով հետևյալ պատասխանը տվի, որ հաջող կսեմ։ Լավ է, որ այսինչը չուդես, այնինչը ուդես եւ այլն։ Բայց ինչ օգուտ, եթե այսինչը գուդես, այնինչը չես ուդեր, կամ գարկ մը բաները գզրգվիս չես ուդեր, բայց հաջող մարդոց միսը գուդես։ Մեծ բահքի ժամանակաշրջանը անձնակնության ժամանակաշրջան։ Թողդերը ողորմի ինձի քեզի ամեն մեկուս, որպեսզի արթնանք, նորոգենք մեր ուխտը, հավատքը, հավատարմության, որպեսզի շարունակենք
հավատարիմ մնալ Տեր Հիսուս Քրիստոսի եւ փառքիրանալա։ Ամեն։ Մեր Տերոջ սովեցուցած աղոթքը բոլորս միասին պիտի երգենք աղոթքով։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք Հավիտյանս։ Ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին, հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բահե եւ պաշտպանե ձեզ, հիմա եւ միշտ Հավիտյանս։ Ամեն։